մոտիկից ցույց տալ մեր թխվածքի չիպսերը։ Տեսեք։ Սա է շաքարի փոշիով։ Դե գնանք պատրաստենք։ Շաքարավազի վրա ավելացնում ենք 1 ձու, 1 պտղուն ծաղ, փոքր-ինչ հարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք 1 բաժակ կաթ, նաև 1 բաժակ ալյուր, կրկին խառնում ենք, այնուհետև փոքր-ինչ վանիլ, ինչպես նաև 3 ճաշի գդալ կրախմալ։ Եթե ունեք, ավելի լավ, եթե չէ, ոչինչ, կարող եք կրախմալը փոխարինել նույն չափականակով ալյուրի հետ։ Եվ ստանալու ենք ալածի խմորի նման մասա։ Ամենավերջում ավելացնում ենք փխրեցուցիչը։ Եվ վերջ։ Մեր խմորը պատրաստ է։ Խնդրեմ։ Ասեմ ես պետք է գալու տալկուշկա։ Հայերեն չգիտեմ ոնց են ասում, կարտոֆիլ ճզմելու սարք։ Ձեթը քամում ենք, հետո նոր, տեսեք ես ինչ եմ անում, միայն արտաքին երեսն եմ դնում։ Այսպես ասած չեմ անում այնպես, որ ինքը սկի խմորի մեջը։ Եվ վերջ, դնում եմ մեջը։ Երբ որ առանձնացավ, տեսեք, շատ արագ է իդեպ լինում, ինչ ենք անում։ Այ այսպես վերցրեք։ Համ վրայի ավելորդ ձեթը կքամեք, համ էլ հեշտությամբ կտեղափոխեք անձեռոցիկի վրա։ Եվ ֆորման չի փոխի։ Կրկին, այսպես ենք անում, տեսեք, անում եմ միայն արտաքինը։ Տեղափոխում։ Երբ առանձնանում է, այսպես։ Այ այսպես։ Ինքներդ ձեզ օգնում եք, քամում ենք համ ձեթը, համ էլ առանց ֆորման փոխելու տեղափոխում։ Իդեպ փորձեք ավելի կրակը մարմանդ անել, որպեսզի եթե չեք ուզում շատ կարմրած, ուզում եք այսպես, այդ դեպքում մի փոքր կրակը ավելի քիչ արեք։ Եվ աշխատելու ենք շատ արագ, Եթե հանկարծ դուք տեսնեք իմ նման, որ մի փոքր չի վերջը, խնդիր չի, նորից թաթախեք այդ հատվածը։ Եվ պատրաստ է։ Այսպես։ Այսպես վարվելու ենք ամբողջ խմորի հետ։ Դե մնացածը ես առանց ձեզ կանեմ, հետո ցույց կտամ։ Ասեմ շատ է ստացվում, բայց ասեմ նաև շատ արագ էլ ավարտվում է։ Խնդրեմ ընկերներ, կարող եք ինքներդ էլ փորձել, պատրաստել, ինչպես նաև կիսվել ձեր ընկերների հետ։ Նաև կարող եք բաժանորդագրվել իմ էջին։ Հավատացնում եմ շատ հետաքրքիր եւ համեղ բաղադրատոմսեր այստեղ կգտնեք։ Իսկ ձեզ լավ օր եմ մաղթում։ Կտեսնվենք։